Շարունակում ենք մեր ծրագիրը եւս մեկ անգամ բարի լույս բոլորին եւ ասեմ, որ օրերս տեղի ունեցավ ժամանակակից հայ գրող, արձակագիր, լրագրող, խմբագիր, սցենարիստ Հովիկ Աֆյանի Խոզի տարի վեպի շնորհանդեսը։ Հեղինակը իր նոր գրքում պատմում է ոչ միայն անհատի, այլև ամբողջ երկրի մասին։ Թե ինչպես առաջացավ վեպի գաղափարը, կպատմի հենց ինքը, ում այսօր իր ընկալել ենք մեր տաղավարում։ Հովիկ Աֆյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Հրաշալի։ Հիանալի է։ Իմ ձեռքում արդեն գիրքը կա, Խոզի տարի։ Մի փոքր խոսենք, ինչի մասին է գիրքը։ Նախ գրողին ուղղված ամենաբարդ հարցերից մեկն է, ինչի մասին է գիրքը, որովհետև գրողները վերջին մարդիկ են, էլի, որ դա գիտեն։ Շատ լավ։ Մենք չգիտենք ինչի մասին է գիրքը, բայց եթե ավելի լուրջ, ապա ինքը շատ հետաքրքիր մի պատմություն ունի։ Ես մի 3-4 տարի առաջ մեր այլ ժամանակակից գրողներից մեկի հարցազրույցն էի նայում, Նորայրի Սարգսյան, ինքը մի նախադասություն ասաց, որ ես կարող եմ ասել, որ այս վեպի հիմքն է հանդիսացել այդ նախադասությունը, ինքը ասաց, ինձ ինչ հիշում եմ, մեր երկիրը կործանվում է։ Ես հետո հետաքրքրվեցի, իհարկե ավելի մտերմացանք Նորայրի հետ, ես իմացա, որ ինքը 90-ականների ծնունդ է, ես 80-ականների։ Ու ինչի սա ինձ դրդեց գիրք գրելու, որովհետև ես հասկացա, որ 80-ականների ծնունդներս էլ կարող ենք ասել, մենք մեզ ինչ հիշում ենք, երկիրը կործանվում է, 70-ականներին էլ, 60-ականներին էլ, ու այսպես շարունակ։ Սա ինձ միտք տվեց գրելու այդ այսպես կործանվող, բայց չկործանվող երկրի մասին, էլի։ Եթե կարելի է։ Բավականին հետաքրքիր անուն ունի, հա, Խոզի տարի։ Ինչ հետ է սա կապված վերնա։ Տեսեք, ինքը շատ կառուցվածքային ավելի ճիշտ պատմություն ունի, այն առումով, որ իրադարձությունները գրքում սկսվում են 1983 թվականից, երբ Խոզի տարի էր։ 83 թվականի ձմռանը, երբ սովետական միության գոմերից մեկում ծնվում է մի Հուսիկ անունով տղա։ Հետո հունվար-փետրվար այս պատմությունը 83 թվականի ձմռան պատմությունը անելուց հետո մենք տեղափոխվում ենք 95 թվականի գարուն, որը էլի Խոզի տարի է, երբ Հուսիկը արդեն 12 տարեկան է։ Հետո ամառ 2007 թվականի էլի Խոզի տարի, այո, 12 տարի անց այդ ցիկլը պահպանելու համար նաև գիրքը ունի այսպես փոքրիկ ենթավերնագրեր հունվարից մինչև դեկտեմբեր։ Այո, հունվար, փետրվար, մարտ, այսինքն 12-ը սիմվոլիկ թիվ է, էլի, այս գրքի համար։ Բայց ինչ որ հատուկ նշանակություն ունի, չէ, ես այդպես ուղղակի մտածեցի, որ կառուցվածքը այդպես ավելի հետաքրքիր կլինի, շատ տեխնիկական ինքը որոշում է, ոչ գեղարվեստական իհարկե, առաքյալների բանի հետ կապված չէ։ Լավ, եկեք հասկանանք ովքեր են կերպարները, որ այստեղ արդեն տեղ են գտել։ Իրական մարդիկ են, հորինված են։ Ես սիրում եմ այդ երկուսի միքսը անել, բայց ես ձեզ եկեք ասեմ, թե Հուսիկը ով է, մենք հասկանանք ինքը իրական մարդ է, թե ոչ։ Հուսիկը ծնվում է սովետական Հայաստանում, արդեն ասացի գոմերից մեկում։ Հետո ինքը երիտասարդ տարիքում սկսում է զբաղվել, այդ երիտասարդ տարիքը նրա 2000-ականներն են Հայաստանի։ Այդ տարիներին ինքը սկսում է զբաղվել տների առքով վաճառքով, բրոկեր է։ Հետո արդեն, երբ որ ինքը 36 տարեկան է, այսինքն աշնանը, ինչ-որ մի իրադարձությունների բերումով ինքը մտնում է քաղաքականություն եւ հանկարծ դառնում Հայաստանի նախագահ։ Բայց միջև այդ ինքը ունի սրտի անբավարարության խնդիր եւ քանի որ Խոզը այն կենթանին է, որ գիտությունն էլ դա ապացուցել է միջև հիմա, որ Խոզը այն կենթանին է, որ միակն է, որի սիրտը կարելի է պատվաստել մարդուն, Հուսիկին տալիս են Խոզի սիրտ։ Ինքը դրանից հետո սկսում է տարվել քաղաքականությամբ։ Հիմա իրականը թե հորինովի չգիտեմ։ Բավական հետաքրքիր բան ասացիք, հանկարծ դառնում է նախագահ։ Այդ հանկարծների շնորհիվ է, որ լավ, անցնենք առաջ։ Եկեք հասկանանք, թե պատմությունը, երբ որ կա, հա, արդեն ինքը սկսում է այսպես ցան հայտնվել, ուտել քեզ, հետո զարգանալ ու հետո արդեն հանձնվել գրքին, թղթին ու դառնում է գիրք արդեն կազմված։ Ինձ հետաքրքիր է այդ պատմությունը, երբ որ արդեն այս տեսքով է, էլի շարունակում է մնալ ձեզ հետ, թե դուք արդեն տվեցիք այդ պատմությունը գրքին ու վերջ։ Չէ, ես իրենից վաղուց եմ բաժանված ինձ համարում, այն առումով, որ երբ ես ինձ մոտ արդեն ինքը պատրաստ է
ինչպես այդ հմուտ տանտիրուհիներն են, հա, ասում ճաշը որ եփում եմ, հետո համերը տալիս է, մի քիչ թողնում ես կրակից դուրս, որ համերը տա իրար, այդ համերը տված է եւ այլն, դա մոտորապես գրելուց հետո 3-4 ամիս հետո ես նորից իրան մի հատ վերընթերցում եմ եւ այլն, միջև հրատարակչին հանձնելը։ Դեռ միայն ես եմ կարդացել, այդ պահի հաճույքն էլ ուրիշ է, էլի։ Եվ երբ որ ես հասկանում եմ, որ այլևս ոչինչ չունեմ ասելու, այլ ոչ մի բան ավելացնելու չունեմ, տար փոխելու չունեմ եւ այլն, այդ պահին ես էլի եմ ասել, բայց այս ձեզ մոտ էլ ասեմ, այդ պահին ես ճիշտ ասած մի քիչ հուզվում եմ, որովհետեւ արդեն սկսում եմ կարոտել այդ մարդկանց կերպարներին։ Եվ այդ դա է հենց հրաժեշտի պահը։ Այսինքն ես իրեն շատ վաղուց եմ հրաժեշտ տվել, ավելին, քանի որ Հայաստանում գրահրատարակչությունը մի քիչ այսպես ձգձգվող process է, այսինքն ես այդ գիրքը հանձնել եմ անցյալ տարվա ապրիլին։ Եվ բնականաբար, մի տարի դու ինչ ես անում, արդեն ուրիշ պատմության մեջ ես, էլի։ Իսկ մի տարի ինչ էի անում։ Դա արդեն երևի հաջորդ, չէ, դա կա պատմություն, որն արդեն ժամանակ։ Դա մշտական process է, չգիտեմ ցավոք սրտի թե բարեբախտաբար, ես այլևս չեմ պատկերացնում իմ օրը առանց որևէ բան գրելու։ Ես չգիտեմ դա այդ գրածս ինչ կդառնա, գուցե գիրք չդառնա էլ, ասենք Facebook-ի ստատուս դառնա։ Հարցը դա չի, բայց չի կարող լինել մի օր, որ ես ինչ-որ բան չգրեմ։ Թեկուզ միայն ինձ համար։ Որտեղ եք հանդիպում ձեր կերպարներին։ Իմ սիրած տեղը, ես միշտ ասում եմ, որ մուսային ես չեմ հավատում, չկա այդպիսի բան, ես հավատում եմ մարդաշատ եւ հնարավորինս կեղտոտ փողոցներին։ Կարելի ասել այնտեղ են ձեր կերպարները։ Բոլորը։ Եվ շատ սիրելի զբաղմունք է իմ մարդկանց տների պատուհաններին նայելը, բաց կամ փակ։ Լվացք փռող կանանց հետևելը, այդ լվացք փռելու տեմպերամենտից դու հասկանում ես այդ կնոջ հարաբերությունները ամուսնու հետ եւ այլն եւ այլն։ Բավականին հետևողական եք, պաստորեն։ Լավ, գիրք գրելը դա այդքան էլ հեշտ բան չէ, որովհետև ցանկությունները միշտ կան։ Հիմա հեշտ բան է համարում։ Հեշտ բան է համարում, ափսոս։ Որովհետև փոքր հասակից, երբ որ ինչ-որ պատմություններ ենք, հա, մեր երևակայությանը սահմաններ չի ճանաչում հենց այդ տարիքում, մենք սկսում ենք այդ պատմությունները հորինել։ Բայց շատ անգամ հորինում ենք ու այդպես էլ անցնում գնում է։ Շատ քչերին է տրված այդ շնորհքը, որպեսզի հետագայում խմորեն ու դարձնեն գիրք, վեպ ու հետո տան թղթին ու դառնա գիրք։ Վաղուց է այս ամենը ձեր մոտ։ Վաղուց, գիտեք, ուզեի ասել շատ դպրոցական տարիներից, բայց այն որ ասում են, չէ, ծխական դպրոցից եւ այլն, բայց Ասում ծխական դպրոց, տեղի ծխական։ Այդպես չի այդքան էլ, որովհետեւ ես 90-ականներին են իմ դպրոցական տարիները, իսկ այդ տարիներին, երբ որ տղաները շարադրություն էին գրում աշնան մասին, դա ամոթ չի, այդ ինչ ես անում, էլի։ Ու ես ինձ ավակ քույր ունեմ, ինքն էր միշտ գրում իմ շարադրությունները, հետո այնպես ստացվեց, որ մեր հայոց լեզվի գրականության դասատուն դարձավ նույնը, այսինքն քրոջս դաս էր տվել, հետո սկսեց ինձ դաս տալ։ Մի անգամ ինձ տենց ամբողջ դասարանի առջև ամոթանք տվեց, ասեց սրանից հետո ինքդ կգրես։ Ու ես ձեզ ասեմ, որ իմ բոլոր գրքերը ես նախքան հրատարակչին ուղարկել եմ, մինչև հիմա ես ուղարկում եմ այդ դասատուին։ Ինքը կարդում է։ Դա շատ այսպես բեկումնային նախադասություն է եղել ինձ համար, որ սրան դու ինքդ արա, ինչ ես ուրիշներին ասում։ Այդպես է սկսվել։ Բայց ես երբեք չեմ մտածել ու ճիշտ ասած ինձ համար մի քիչ տարօրինակ են մարդիկ, ովքեր ասում են, ես միշտ երազել եմ գրող դառնալու մասին։ Չկա էլի, ոնց ես երազել, գրեթե ինչա գրող դառնալ, որ երազել ես։ Այդպես ստացվում է։ Ունեի պատմվածքներ, որոնք մի քիչ ամոթել է պատմվածք անվանելը, այսպես գրություններ, տարբեր ինչ-որ նոթեր, բան, sense, այսպիսի բաներ ունեի, որոնք հետո արդեն ամուսնանալուց հետո կինս մի անգամ ասաց, լսի դու ինչի չես ուզում գիրք գրես վերջը, այդքան բան ես գրում, էլի, արի հավաքենք բոլորը մի գիրք դառնա գիրք վերջապես։ Ու այդպես ծնվեց իմ առաջին ժողովածուն պատմվածքների մի սուտողներ է կոչվում։ Ես իրեն այսպես մի քիչ sense հումորով եւ ժպիտով եմ հիշում, որովհետեւ այդ գրքում կա պատմվածք, որ ես գրել եմ 8-րդ դասարանում, ու կա պատմվածք, որ գրել եմ օրինակ բանակում։ Շատ ինքը բոլորովին գիրք չի էլի, ինքը այտենց պատմվածքներ ժողովածու։
Դրանից հետո արդեն ես հանձնեցի այդ գիրքը հրատարակչին, իմ լավ բարեկամին, Արքմենիկին, որից հետո ինքը ասաց՝ դե արի սկսենք ավելի լրջացրու ամեն ինչը։ Այդպես հասանք այստեղ։ Քանի գիրք կա մինչև այսօր։ Սա 7-րդ գիրքն է, առաջին երկուսը պատմվածքների ժողովածուներ, հետո արդեն վեպեր կամ դրա նման բաներ։ Այ ասացի գիրք գրող չեն դառնում, հա։ Իսկ ինչպես ես զգում, որ դու գրող ես, ուզես, չուզես, դա այդպես է։ Նախ օրվա անելիքի, այսպես անելիքից ես որոշում, այսինքն դու հասկանում ես, որ ոնց է մարդը վերակենում, պետքա ինչ-որ բնական պահանջներ ունի, չէ՞, պետքա հաց ուտի, պետքա ընկերներին տեսնի, պետքա աշխատի։ Այդ գրելը դառնում է բնական պահանջ։ Այսինքն դու նայում ես, ասենք ենթադրենք ժամը 4-ն է արդեն, դու ոնց բան չես գրել ու ինչ-որ ստրես է սկսվում ֆիզիկական մոտդ։ Նախ դրանից երկրորդը չխաբենք ոչ մեկին, շատ կարևոր է այսպես ընթերցողի արձագանքը։ Այսինքն երբ որ դու գրքերից հետո ընթերցողը սկսում է քեզ ճանաչել, սիրել, սպասել հաջորդ գրքերիդ, արդեն դու ինչ որ թևեր ստանում ես։ Այդ երկուսն է իմ կարծիքով։ Եվ իսկ գրելու նյութ ինչ-ինչ, բայց Հայաստանում գրելու նյութ լիքն է, էլի։ Այդ դեպքում ովքեր են ձեր հաջորդ գրքի կերպարները։ Չեմ կարող ասել ոչ թե որովհետև չեմ ուզում ասել, այլ որովհետև իրենք մի բան կարող եմ ասել, որ իրենք մարդիկ են։ Չէ, սա շատ կարևոր բան է, որովհետև կան, չէ, գրողներ, որ սկսում են, ես հարգելով բոլորին, էլի, սկսում են ինչ-որ բնության տեսարանների նկարագրությունների, ինչ-որ արևը, անձրևը, այսպես։ Ինձ մոտ նույնիսկ պատմվածքներում առաջին նախադասության մեջ մարդը կա։ Ես սիրում եմ, հա, շատ կարևոր մի բան էլ, ես չեմ սիրում, այդ գրքում էլ չեք գտնի, իմ որևէ գրքում էլ չեք գտնի գլխավոր հերոս։ Այ եթե դուք կարդաք այդ գիրքը ու ինձ ասեք, թե ով է գրքի գլխավոր հերոսը, ես կասեմ բրավո, էլի, չկա, գլխավոր հերոս չկա, ես սիրում եմ փոքրիկ մարդկանց, աննշան ինչ-որ գործողություններ անող մարդկանց։ Այս առումով ես շատ սիրում եմ Սարոյանին, էլի։ Հետաքրքիր է, վերջերս Netflix-ով դիտեցի Մարկեսի 100 տարվա մենությունը եւ գիտեմ, որ հեղինակը իր ամբողջ կյանքի ընթացքում արգելել է իր գրքերը էկրանավորել, որովհետեւ մտածել է, որ երբեք չեն ստանա այն ինչը որ ինքը գրող է, հա, ինքը մտածում է։ Այդպես եղել է նաեւ Զյուզկինդը, մինչեւ վերջերս արդեն նկարահանվեց նրա հայտնի պարֆյումերը։ Եվ նրա մահից հետո արդեն Մարկեսի մահից հետո արդեն նրա որդին տվեց հնարավորություն եւ թույլտվություն, որպեսզի նկարահանվի վերջապես։ Բայց պայմանով, որ բոլոր դերասանները պիտի լինեն մեքսիկացի, որպեսզի կարողանան ճիշտ ներկայացնել այն ամենը, ինչ որ գրել է հայրը։ Երբևէ մտածել եք, որ ձեր գրքերը կարող են էկրանավորվել։ Ոչ, ես ուզել եմ դա, նույնիսկ ես հիշում եմ ինչ որ մի տարիքում շատ այսպես երազում էի, որ էկրանից ինչ որ բան հնչի ու ես էկրանի ես կողմում, ասես զգամ, որ ես եմ դա գրել։ Այսինքն այդ զգացողությունը ես սիրել եմ եւ սիրում եմ, չեմ թաքցնում։ Բայց ասեմ ձեզ, որ իմ գրքերից Կարմիրը վեպը արդեն իսկ էկրանավորման այսպես չասեմ նույնիսկ փորձեր, որովհետեւ սցենարը կա, նկարահանող խումբը կա, նույնիսկ փողը կա, ես սպասում եմ ամռանը։ Ամռանը, որովհետեւ փողը կա, արդեն բարձր։ Սպասում եմ ամռանը, որ սկսեն։ Ես դրա համար ուրախ եմ։ Այսինքն ինձ շատ, բայց ես ռեժիսորին էլ ասել եմ, որ խնդրում եմ սցենարը չտաս, որ ես նայեմ։ Ես չեմ ուզում տեսնել, որովհետեւ դա իր աշխատանքն է։ Բայց դուք համաձայն եք, որովհետև հենց դա է պատճառը, որ չի էկրանավորվել Մարկես։ Ինչ էլ ուզում է լինի, ես համաձայն եմ։ Ինձ հետաքրքիր է, թե իմ գրածը ինչ կարող է դառնալ։ Բայց շատ հաճախ ռեժիսորները փչացնում են պատմությունը։ Ոչինչ։ Լուրջ, համաձայն եք։ Ոչ մեկ չի ասելու Կարմիրը վատ գիրք է, ասելու են, ես հադրեք Պետրոսի ֆիլմը վատն է, հա։ Նայեք, հետաքրքիր բան կա, չէ՞, ասում են, ենթադրենք, այս ինչ ֆիլմը, գիրքը կարդա, ֆիլմը չդիտես, որովհետև կարող ես ամբողջությամբ տպավորությունները փչացնել կապված պատմության հետ։ Օրինակ հենց Սթիվեն Քինգի, հա, Զիլիոն Էմիլիան, կանաչ մողոնը եւ Փախուստ Շոուշենկից
հիանալի էկրանավորված են, բայց երբ որ կարդում ես հենց գործը, դու հասկանում ես, որ փոքրիկ վիպակներ են դրանք ընդամենը, բայց արյութես դարձել են 3 ժամանոց ֆիլմեր։ Նույն այն Զուսկինդի տարբերակում, երբ որ պարֆումերը նկարահանվեց, հեղինակի մոտ մի պայման կար։ Առաջինը ես կդիտեմ, եւ եթե դուրս չգա, ամբողջությամբ դեն կնետենք։ Չկա վախ։ Ես չեմ համարում, տեսեք, երբ որ ինքը արդեն դառնում է սցենար, ես չեմ համարում դա այլևս իմ աշխատանք։ Բոլորովին։ Իսկ դուք չեք մասնակցում սցենարային աշխատանքին։ Երկու միայն խնդրանք եմ ուղղել ռեժիսորին, որ նկարահանման որևէ մի օր ինձ կանչեն, ես տենց այնտեղ գնամ սուրճ խմեմ, ուղակի ոչ մի բան, եւ երկրորդը, որ դերասանները ամբողջ բոլորը հաստատվեն, ես ուղակի տեսնեմ, թե իրենք ովքեր են։ Հովիկ, բացեմ ձեզ մի գաղտնիք որպես դերասան, հետևողական եղեք, որովհետեւ շատ անգամ ոչ միայն ռեժիսորն է փոխում այն ինչ որ գրած է, շատ անգամ դերասանները հենց նկարահանման հրապարակում, հենց ռեքի ժամանակ, մասնագիտական լեզվով ասած, փոխում են ամբողջ տեքստը։ Եվ հետո երբ որ արդեն դիտում եք, հասկանում եք, որ լրիվ ուրիշ բան եք գրել, բայց ուրիշ բան է ներկայացված։ Հուսանք որ ամեն ինչ լավ կլինի եւ արդեն ֆիլմը դիտելուց հետո էլ դուք գոհ կլինեք, իսկ հաջորդ գրքին էլ երկար չենք սպասի։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն, ձեզ ուզում եմ նվիրել Իջովանի Սարգոն Կարմիր Չորգինին։ Գիտեմ, որ այ ասում եք Մուսային չեք հավատում, բայց ինչ որ մի երևույթ կա, որ գալիս է ու այդ պահին ասում է դե գրի, արագացրու։ Թող այդ երևույթը միշտ ուղեկցվի Կարմիր Չորգինիով, չգիտեմ ինչքանով եք նախընտրում, Սարգոնը հաստատ այդ գինին է։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել արև բացիկներից մեկը, որտեղ միշտ զետեղված են հայտնի բանաստեղծներից կամ հայտնի երգերից ֆրազներ, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Քանի որ գրող եք, ուզում եմ ձեզ նվիրել Սահյանի խոսքերը։ Ես ինչ որ մեկին զրկել եմ քեզնից, դու ինչ որ մեկին զրկել ես ինձնից։ Սա նվիրեք այն մարդուն, ով այս խոսքերի մեղավորն է ձեզ համար։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն եւ շնորհակալություն գրքի համար, խոստանում եմ անպայման կարդալ եւ անձամբ հայտնել իմ կարծիքը։ Կսպասեմ։ Շնորհակալություն, հիմա կճանապարհեմ մեր հյուրին, այնուհետև կշարունակենք ծրագիրը։